Հովսեփյան միաբանությունից ամեն տարի գալիս է մեր մոտ պատարակյանը, ուխտի պատարակ, օրհնություն այնտեղից մեզ, մենք իհարկե Աստված թող զորացնի եւ առողջություն պարգևի, ապակինում բժշկություն, որտեղ այսօրը եւս ոտքի գործողությունն էսպես օպերացիա ասված է։ Բժշկական է անցել, դրա համար կանգնել, պատարականել այս ընթացքում այս անգամ չարվեց, բայց խոսքը այսօրին է կլինի օրհնության խոսք, նաեւ այսօրվա ավետարանական ընթերցվածի մասին խոսի, մենք այսօր Աստծո զորանակ, շնորհակալ ենք, որ մեզ չեք մոռանում, ամեն անգամ գալիս եք օրհնություն բերում Երուսաղեմից մեր համայնքին։ Շնորհակալություն։ Հայր Կոմիտաս։ Անվան Փոր եւ Որդվո եւ Որդվույն Սրբո ամեն։ Իսկ սկզբանն է բանն եւ Աստված է բանն եւ բանն մարմին եղավ։ Ըսկուշ լերուկ մի արամենիցիկ ըս մի իպոկգացն հայսման է ասեմ ձեզ սիրեշտագը կնոցահետգիրս հարաբաս տեսանեն զերս զորիմո որ հետգիրս է Փանը Աստծո խոսքն է իսկ սկզբանն է փանը Աստված սկզբեն գոյություն ուներ եւ Աստված իր որդին ուղարկեց որպեսզի մարդկային ցեղը մեղքերից բռնի Անշուշտ 5 դագարանի մեջ օրենքները եւ մարգարեությունները Աստված տվավ մեզի սակայն ըստ երևույթին ամոթ չհերիքեցին Աստված իր որդին ուղարկեց վերևից երկնքից իր թագավորությունից մարմին ստացավ Սուրբ Գույս Մարիամ Սուրբ Հոգուց հղիացավ որովհետև Հովսեփի հետ երբեք չէին ամուսնացած Հովսեփ ադարձակոցը միայն ու միայն խնամակալ էր Սուրբ Հոգիով ծնավ Հիսուս Քրիստոս Սուրբ Գույսից Բայց ինչու այսպես Ագիր չխոսինք մեր մարդկային ցեղերս մեր ծնողներից ծնված ենք որոնք Սուրբ Պսակի օրհնությունը ստանալն հետ մեր ծնունդը դեցին սովորական մահկանացուներ ենք իսկ Հիսուս Քրիստոսի ծնունդը Սուրբ Հոգուց, Սուրբ Մարիամ Աստվածից եղավ, այդ հատուկ առաքելությամբ, որ Հիսուս Քրիստոս մարդկային ցեղը փրկելու եկավ իր գադարյալ աստվածային փրկությամբ եւ գադարյալ մարդկային փրկությամբ միացած եւ մեկ փրկություն դարձած որովհետեւ մեզի մեր մեղքերից փրկե եւ մաքրե եւ Աստուծո գոյությունը շոշափելի դարձնե այսինքն կոնկրետ դարձնե մեզի համար եւ գիտենք թե Հիսուս Քրիստոսի խորհ ճանապարհով Աստված գոյություն ունի եւ ինչ է իր նպատակը մեզի համար
Հիսուս Քրիստոսի նպատակը մեզ մեր մեղքերից փրկել եւ անոնք որոնք հավատացին արդեն փրկվեցան։ Իր կյանքի վերջավորության չարչարվեցավ, խաչվեցավ կամավոր կետնի վրա։ Հոգին ավանդեց խաչի վրա եւ թաղվեց։ Այս բոլորը ոչ թե իրեն համար էր, ոչ թե ինչպես շատ մարդիկ կարծեն, թե ինքը մեղավոր էր, ինքը սովորական մահկանացուներու պես սխալներ գործեց, մեղքերու մեջ մտավ, քաղաքականության մեջ մտավ, չգիտեմ ուրիշ շարժումներու մեջ մտավ եւ արժանի ցածրված չարչարանքներու եւ խաչանքներու ոչ, այդպես չէ։ Ինքը կամավոր չարչարանքներու ենթարկվեցավ, կամավոր խաչ բարձրացավ, կամավոր հոգին ավանդեց եւ թաղվեցավ եւ երրորդ երեք օր ետ հարություն ավավ նույն խաչված մարմնով եւ ասավ ես հաղթեցի աշխարհին այսինքն աշխարհ հաղթելով նշանակե հաղթեց մահվան հաղթեց չարիքին մեղքին եւ դրա համար այն մարմնով որ խաչված էր թաղված էր քեղարտված էր իր գողին եւ թաղված նույն մարմնով հարություն առավ որպեսզի զեթե մահը հաղթեց ինչ որ հարության հրաշքը մահը հաղթելու հրաշքն է այլապես եթե ուրիշ մարմնով կամ հոգևոր մարմնով հարություն առած եթե լաց ինչպես մահը պիտի հաղթեր, որ այդ մարմինները չէին չարչարված, չէին խաչված, չէին քեղարտված եւ թաղված։ Ինչպես կլա որ այդպիսի մարմինը մահը հաղթե, որ մահ չէ տեսած։ Մահը հաղթեց իր չարչարված, խաչված մարմնով, թաղված մարմնով։ Եվ մեզի աբացուցուց, մեզի հավատացուց, թե մահ գոյություն չունի, որտեղ ինքը մահվան հաղթած է արդեն։ Անոնք որոնք մենք Հիսուս Քրիստոսի կհետևենք եւ մեր կյանքերու մեջ իբրև մեր փրկիչը կընդունենք, մենք էլ պիտի չմեռնենք։ Այո, ճիշտ է, որ մեր ֆիզիկական կառույցը, ֆիզիկական աշխարհի պայմաններու բերմամբ պիտի դգարանա եւ պիտի անշնչանա օրվա։ Աստված ուշեն դա ամեն մեկուս համար։ Սակայն մեր հոգիները պիտի ապրին, եթե Հիսուս Քրիստոսի հետ առնչված է, հետ շփման մեջ է, հետ առողջության մեջ է, եւ դա երկնքի արքայության մեջ ապրին։ Եվ ոչ թե դժոխքի մեջ չարչարան։ Դրա համար որ մեր եկեղեցիները շինված են, եկեղեցիներ բացված են, արարողություններ կկատարվին եւ սուրբ հաղորդություն կդրվի, ապաշխարության խորհուրդները կան, հավատացյալներ կհետևին, որպեսզի իրենց կյանքերը փոխեն եւ նույնանան Հիսուս Քրիստոսի կյանքին, եթե ոչ 100% այլ բավական չափսով։ Եվ այդպեսով արժանի թարնանք հավիտենական կյանքի, որ Հիսուս եկավ մեզի կյանք պարգևել եւ ոչ թե մահ։ Ասավ ես եմ կյանք եւ ճշմարտությունը։ Ես եկա տալու կյանք, որպես դու կյանք ունենաք եւ առավել եւս ունենաք։
ուրեմն մենք երբ որ Հիսուս Քրիստոսի գտանին իբրև մեր փրկիչը եւ գհդեվինք մեր ուժերը ներազնչապ յանքի դուգոչվին յանքով կլեցվի մեր գոյությունը ներաշխարը բոլոր մեր ելոդի կործերը մահվանից կապունեցող կործերը մտածումները դուրս կենալ մեր յանքերից այն յանքի մասին կմտածենք եւ յանքով կապրենք յանքով կշնչենք եւ ոչ թե մահով կշնչենք իսկ այս մեծ բարիքին համար եւ բանն մարմին եղև գսե հոլանու ամեդարամիչ առաջին կողմի մեջ եւ աստծո խոսքը մարմին ստացավ որպեսզի մեզի յանք բարգեւե մեզի հավիտենական յանքի առաջնորդ է հավատալ Հիսուս Քրիստոսի առավել ևս ընդունենք Հիսուս Քրիստոս իբրև մեր յանքերու փրկիչը որպեսզի մահվան մասին չմտածենք մահվան այդ առնչությամբ գործեր չտեսնենք այլ յանքով լիցքավորված յանք բարգևենք իրավու այս հավատքով մենք պիտի կարողանանք ըստ Հիսուսի ուսուցման հավիտենական յանք շարունակել յանս ապրելիս ամեն Երկու մեզ համար սակայն մարդավը հանրությունից մեր կապանս են ետնավուտա երկել և ասել